Թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, Ռոբերտ Քոչարյանը սկանդալային հայտարարություններ է արել, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք և չենք ճանաչում նրա որևէ որոշում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով, հակված ենք գնալ Հայաստան դաշինքի հետ նույն ֆորմատով, ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ, հայտարարել է նա։ Հայաստանը պատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր հունվարի 29-ը 5 շաբթի ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Այսօր մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկանդալային դիտարկումներ է արել Հայաստանի ապագայի, Թրիփի հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, նաև պատերազմ գուժել։ Թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը, հավելելով Թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներն այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի։ Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին Միացյալ Նահանգները փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Թրիփը պետք է մեծանա, կարող է լինել 2 թրիփ, թրիփ 1-ը Մեղրիի հատվածը, թրիփ 2-ը Նախիջևանի հատվածը։ Միգուցե դա ավելի հեշտ կազմակերպչական առումով ձևավորելու հնարավորություն կունենա, բայց բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու։ Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է։ Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը բրդել առաջ և անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը, հայտարարել է Քոչարյանը։ Եմ գաղափարը և հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը բրդեն առաջ և ես անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Մոտավորապես միգուցե այսպիսի հաշվարկ այս անկյան տակ նայենք։ Միացյալ Նահանգներ, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին ծավալի մոտավորապես 0.004 թե 5։ Ամբողջ հարավային Կովկասը Վրաստանի հետ 0.04% ընդամենը։ Սա ոչինչ է։ Միացյալ Նահանգները հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Ուրիշ բացատրություն տրամաբանական ուղղակի չկա։ Շատ են փորձել, այսպես ասենք, լարել նաև իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ մի բան չկա։ Եվ այստեղ ես տեսնում եմ իհարկե Իսրայելի դերակատարությունը, որովհետև Իրան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները մեծապես կախված են Իսրայելի քաղաքականությունից։ Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Քոչարյանը նաև վստահություն է հայտնել, թե Թրիփը կարող է դառնալ սպառնալիք Հայաստանի համար։ Թրիփը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու։ Ես տպավորություն ունեմ, որ մարդիկ ի պաշտոնե պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում։ Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորը առաջին հերթին բանակն է։ Եվ ի դեպ, եթե դու ունես մարտունակ բանակ ոչ թե պատերազմ սկսելու համար, այլ խաղաղություն ունենալու համար, քո մարտունակ բանակը ավելացնում է կշիռդ ուրիշների հետ հարաբերություններում, որքան մարտունակ է բանակը, իսկ տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ և այնքան իրենք են արժևորելու քո դերը։ Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, քեզ հետ ինչ ընկերություն անեն միջազգային հարաբերություններում, այդ սենտիմենտները չկան։ Անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանը տնտեսական շահ ունենալու է Թրիփից, Քոչարյանը արձագանքել է։ Այո, եթե բացվի ճանապարհը նաև Պարսկաստանի վրա, եթե ամբողջ շղթան սկսի աշխատել, եւ եթե այդ Թրիփը հասնի միջև
երասխ։ Այսօր չի երևում։ Այնինչ խոսում է տրիպի մասին, խոսում է միայն այդ 42 կիլոմետրանոց հատվածի մասին, 42-43։ Միայն։ Եվ խոսում են միլիարդավոր ներդրումների մասին։ Հասկանում եք, այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդ ներդրման համար այդ ասֆալտը ոսկուց պետք է լինի։ Կամ երկաթուղու բաներ այդ ռելսերը ոսկուց պետք է լինի։ Ընդամենը 80-90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, ընդամենը, որը Հայաստանը հանգիստ կարող է անել իր միջոցներով։ Պաուստային ֆոնդի հաշվին միայն 2 տարում բանի կառավարության կարելի է ամբողջ տրիպը ստանալ եւ վերջացնել։ Քանի որ խոսքը գնում է տրիպի մասին, այդ 42-43 կիլոմետրանոց հատվածի մասին, այդ դե եմ ես ասում, մենք ընդամենը ունենալու ենք այդ կտորի տրանզիտի համար ինչ որ գումարներ, որոնք չնչին են։ Եթե խոսքը գնում է ավելի մեծ ծրագրի մասին, այո, մենք ստե տնտեսական հետաքրքրություն կունենանք։ Ուստի հակասություն ընդհանրապես հակասություն չկա եւ իմ մոտեցումը չի փոխվել այդ առումով։ Հիմա ինչ վերաբերում է վերահսկողությանը։ Նայեք, այսօր վերահսկողությունը իրականացվում է ոչ միայն ընդհանրապես ոչ միայն կոնկրետ զինված ուժերով, բանակով եւ այլն։ Դու վերցնում ես այդ կտորի կառավարման իրավունքը։ Եվ այդ կառավարման իրավունքը վերցնում է մի պետություն, որի հետ հարաբերություններում դու անհավասար ես, դու չես կարող որևէ հարցում որևէ պնդում անել Միացյալ Նահանգների հարաբերությունների կոնտեքստի մեջ, եթե դա ունի մեծ պատկեր։ Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով ասենց ասեմ, կարա միանա խուլ ու խամրերի միությանը, աշխարհաքաղաքական։ Քոչարյանը վստահ է Ռուսաստանը չի մասնակցի թրիփ նախագծինով, ասաց, որ Ռուսաստանը կմասնակցի թրիփին, ընդհակառակը Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող ոչ մի երկիր չմասնակցի այդ նախագծին։ Անձամբ ես այդպիսի տպավորություն ունեմ եւ հենց այդ պատճառով էլ կասկածում եմ նախագծի իրական նպատակներին, հայտնել է Քոչարյանը։ Երկրորդ նախագահը խոստովանել է, որ երկու ձեռքով կողողչունի թրիփ նախագիծը, եթե դրան միանա կամ Ռուսաստանը կամ Չինաստանը։ Սա կթեթևացնի Իրանի մտահոգությունները նախագծի վերաբերյալ, բայց այսօր նման բան տեղի չի ունենում։ Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Չգիտեմ, թե ինչու է Կոստանտին Զատուլինն արել այդ հայտարարությունը, բայց անձամբ ես որևէ տեղեկություն չունեմ եւ չեմ տեսնում որևէ պատճառ ենթադրելու, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին որևէ կերպ ներգրավել այդ նախագծում, հայտնել է նա։ Քոչարյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրին։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավություն է ներկայացնում։ Անկեղծ ասած չեմ հասկանում։ Ես 10 տարի նախագահ եմ եղել եւ մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Իդեպ վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից, ռուսական նավթը գնում էր Բուլղարիա, վերամշակվում եւ գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություն էր տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները եւ ինչ ֆինանսավորում է, ասել է Քոչարյանը։ Հարցին, եթե իր ուժը իշխանության գա կշարունակվի բենզինի ներկրումը Ադրբեջանից, Քոչարյանը արձագանքել է. իշխանությունը համենայն դեպս իմ կառավարման ժամանակ երբեք բենզին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու, բայց կրկնեմ, Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Հայաստան, նախարարն էլ գնա սահմանում պլակատներով դիմավորի երկի, ես դրա անունը դրել եմ քարոզչական վառելիք։ Ամոթ է, ինչի տեղ եք դրել մեր ժողովրդին։ Մտածում են, ոչ ոք չի մտնելու թվերը, չի ուսումնասիրելու, չի վերլուծելու։ Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, վարչապետի հայտարարություններին Քոչարյանը նշել է. մենք էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ ունենք Հայաստանում, Ադրբեջանն էլ ունի ավելցուկված, չի լինի, եթե միանան, բայց հեքիաթներ են, թե մենք իրենց հոսանք ենք ծախելու կամ իրենք
են մեզ ծախելու։ Մենք այդ հոսանքի կարիքը չունենք, մենք էական ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ իհարկե, ոչ այն մասշտաբի, որքան մենք, բայց ունի, ասել է նա։ Քոչարյանը նշել է նաև, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն քայլերը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Թուրքիան, Եվրամիությունն ուղղակի աջակցություն են հայտնում Փաշինյանին։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այս քայլերը, հայտարարել է նա։ Այդ նախաձեռնությունը գալիս է Հայաստանից, որովհետև այստեղից պատվիրակությունները գնում են այնտեղ եւ ասում են մենք այս արևմտյան գիծն ենք բռնել եւ Ռուսաստանը հիբրիդային պատերազմը մեր դեմ սկսելու նույնն է ինչ անում էր Սաակաշվիլին, ես լավ եմ հիշում իմ ժամանակը եղել։ Նույնն էր, սրում էր հարաբերությունները, հետո վազում Միացյալ Նահանգներ աջակցություն խնդրելու համար։ Նույն մոդելն է։ Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնել, թե դու փորձում ես այդ հարաբերությունների, այսպես ասենք, ոչ է խաչման կետում, այլ փնտրել այն քայլերը, ընտրել այն քայլերը, որոնք քեզ բերում են ոչ թե բախման կետում, այլ այնտեղ, որտեղ համընկնում է շահել։ Մենք այդպես ենք վարում եւ դրա անունը դրել են կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանը անում է ճիշտ հակառակը։ Սրի հարաբերությունները եւ փորձի դրա դիմաց ինչ որ բան փոխել արևմուտքից։ Նրա խոսքով այս ամենը ազդելու է ներքաղաքական կյանքի վրա։ Պատկերացրեք ընդդիմությունն այդ տեսանկյունից հայտնվեց անհավասար պայմաններում։ Նույն Ռուսաստանը նման կարգի հայտարարություններ չի անում, Չինաստանն էլ չի անում։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների տարբերությունն այն է, որ Միացյալ Նահանգներն ասում է, եթե սա չանես, կպատժեմ, իսկ Չինաստանն ասում է, եթե սա անես, կխրախուսեմ։ Մոտեցումների մեծ տարբերություն կա, այդ պատճառով էլ Չինաստանը շատ ավելի գրավիչ երկիր է շատերի համար։ Հայաստանը, չգիտեմ ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար, հայտարարել է Քոչարյանը։ Նրա հայտարարությանը թրիփի հետ կապված այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնել։ Եվ թրիփը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին։ Եվ այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ, եթե չի նկատվել, ռազմավարական երկխոսություն ենք սահմանել նախորդ տարվա օգոստոսին, սեպտեմբերին Չինաստան կատարած իմ այցի արդյունքներով եւ այդ փաստաթուղթը ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով եւ ես այս տարի եթե հիշողությունս չդավաճանի 2-3 երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք։ Թրիփը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին զրուցելու եմ միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Սաֆարյան, այսօր մի քանի ժամ տևած իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք սկանդալային եւ աղմկահարույց հայտարարություններ է արել, մասնավորապես ուզում եմ սկսենք թրիփի հետ կապված նրա գնահատականներին։ Թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Իհարկե, արդեն այս հայտարարությանը ուրեմն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իհարկե կարճ է անդրադարձել, այն
այնուամենայնիվ դուք ինչպես եք գնահատում, ինչ է սա նշանակում առհասարակ, երբ ուրեմն ամբողջությամբ նսեմացվում է այս ծրագիրը, այս նախագիծը եւ ավելին սա ներկայացվում իբրև սպառնալիք, ուրեմն անվտանգության լրջագույն խնդիրներ առաջացնող եւ այլն, համեցեք։ Գիտեք, այդ հայտարարությունը շատ խորը հայտարարություն է իրականում, շատ ողբերգական հայտարարություն է, վտանգավոր հայտարարություն է, ես հիմա կասեմ թե ինչու։ Նախ ընդհանրապես Թրամփի երթուղու անհրաժեշտությունը լավ օրից չի, որ առաջացել է։ Իհարկե մենք բոլորս կերազեինք ունենալ այնպիսի Հայաստան, որը ունենալ միլիարդավոր դոլարների ազատ միջոցներ, որպեսզի ստիպված չլիներ Ռոբերտ Քոչարյանի, նաև դրանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված որոշմամբ եւ նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացված քայլերով կառուցել ավերված, գողացված, թալանված երկաթուղին։ Այսինքն Հայաստանը այդ փողի կարիք ունի, այդ ներդրումները, որոնց մասին հեգնանքով է խոսում Ռոբերտ Քոչարյանը, թե այդ ինչ երկաթուղի է լինելու, ոսկուց է լինելու այդ 42 կիլոմետրը, թե ինչ, փոխանակ բացատրություն տա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ինչու է ապամոնտաժել երկաթգիծը, որ այսօր Հայաստանը ստիպված է դրսերում մանգալ օտարերկրյա ներդրողներ եւ դրանց այդ միջոցների ներգրավմամբ կառուցել իրենց իսկ թալանած երկաթուղին, սրա փոխարեն ինքը դեռևս մեզ է հարցեր տալիս, այսինքն մենք հարցեր ունենք իրեն, ինքը հարցեր չպիտի ունենա մեզ ուղղված, մենք պիտի իրան ասենք որտեղ է երկաթգիծը եւ ում գրպանն է գնացել այդ ամբողջը մետաղի ջարդոնի տակ հարևան երկրներին Իրանից սկսած մինչև Թուրքիա վաճառելով, ում գրպանն է գնացել այդ ահռելի երկաթուղին, որը 42 կիլոմետրի մասին չէ, մենք չենք խոսում մինչև Հորատիս հատվածի մասին, մենք դեռ խոսում ենք Հայաստանի հարավային տարածքում 42 կիլոմետրի մասին, բայց իրականում ապամոնտաժվել եւ իրացվել է, բնականաբար ոչ ձերի, այդ ամբողջ հսկայական երկաթուղին, որի մի մասը հիմա Ալիևն է կառուցում, Հորատիսից մի կառուցել մինչև ուրեմն Կուբատլու-Կովսական եւ մյուս մասը կառուցելու համար մենք ստիպված ենք գնալ ամերիկացիների հետ կնքելու համաձայնագրեր, որպեսզի նրանք ներդրումներ բերեն եւ այդ ներդրումներով կառուցվի Ռոբերտ Քոչարյանի օրոք թալանված երկաթուղին, ապամոնտաժված եւ այլ երկրների վաճառված երկաթուղին։ Սա առաջին ողբերգությունը, որի հետ կապված հայ ժողովուրդը պիտի հարց տա Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը հռետորական հարց կախի օդում, թե այդ ինչ միլիարդներից են խոսում եւ ինչ միլիարդների մասին է խոսքը, եթե խոսքը 42 կիլոմետրի մասին է։ Հիմա երկրորդ շերտը է ամեն ինչի։ Տեսեք, տրիպը նաեւ չի ծնվել լավորից այն իմաստով, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում էր Նախիջևանի եւ ուրեմն Ադրբեջանի արևմտյան շրջանների կապին, հաղորդակցությանը, Ռոբերտ Քոչարյանի ճամբարի եւ ոչ միայն իր ճամբարի, այլ նաեւ Սերժ Սարգսյանի ճամբարի կողմից մեկնաբանվել է որպես Զանգեզուրի միջանցք։ Տրիպի գաղափարը անվանումից սկսած այնքան հատուկ ամտածված եղել, որ ուղակի վերացնի այդ պայթյունավտանգ դիսկուրսը, որը ծավալվել է մի կողմից Ադրբեջանի կողմից, Ալիևի եւ նրա ռեժիմի կողմից, ներկայացնելով դա որպես Զանգեզուրի միջանցքի պարտավորություն Հայաստանի կողմից, եւ մյուս կողմից Ալիևի նման ընթերցվել է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից, մեծ էլ ավելի մեծացնելով վտանգը արդեն ոչ միայն դրսից, այլ նաև ներսից, դա մատուցելով որպես Զանգեզուրի միջանցքի ուրեմն ճարտարապետություն։ Տրիպի գաղափարը նաև եկել է որպեսի լիցկաթափի այս պայթյունավտանգ իրավիճակ։ Իհարկե այդտեղ կա Տրամփի փառասիրության խնդիրը, իր անունը այդ երթուղուն կպցնելու հարցը, բայց խոշոր առումով ամերիկացիները եւ միջնորդները, ովքեր որ այս պայմանավորվածությունը ձեռք բերեցին, այդ ամեն ինչը արել են որպեսի լիցկաթափվի Հայաստանի եւ Ադրբեջանի եւ ավարտվի այդ կոգնիտիվ պատերազմ, այդ նարատիվների
պատերազմը, որը ցավոք սրտի Հայաստանի դեմ սաստկացվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն պիտի պատասխանի, թե ինչու է Հայաստանի ներսում վերջին 5 տարիներին մեծացրել այդ պայթյունավտանգ իրավիճակը, որ Հայաստանը եւ նաեւ միջնորդ երկրները կանգնած են եղել դա լիցքաթափելու անհրաժեշտության առաջ։ Ինքն է էլի հարց տալիս եւ ինքն է այդ ամեն ինչը համարում վտանգ։ Համարում է վտանգ այն պատճառով, որովհետեւ ռուսները այնտեղ չկան, որովհետեւ տրիպի մասով նրա տված վտանգավոր գնահատականին գումարվում է նաեւ նրա այն հայտարարությունը, թե Հայաստանը ցանկացած քայլ անելու առումով պարտավոր է մտածել, թե ինչ են մտածում ռուսները, եւ նաեւ եկեք հաշվի առնենք, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ նայող եւ Ռուսաստանի շահերին ծառայող ընդդիմադիր տարբեր խմբակներ տարբեր եղանակներով փորձել են բարձրացնել կամ համեմատել տրիպը նոյեմբերի 9-րդ կետի հետ եւ փորձել Հայաստանին վերադարձնել 9-րդ կետի եւ ռուսական ուրեմն բանակցությունների ֆորմատ, որոնք մեզ տանում էին բացարձակապես Հայաստանի հարավը կորցնելուն, եկեք բարդ իրերը անվանենք, այլ նաեւ այդ մարդիկ սկսել են խունջիկներով, մուղամներով ներկայացնել, թե գիտեք, դա կատարյալ չի, որովհետեւ այնտեղ բացակայում է Ռուսաստանը։ Ռոբերտ Քոչարյանի այս զարգացած վտանգավոր դիսկուրսը չափազանց սերտորեն օրգանական կապի մեջ է Սամվել Կարապետյանի խմբակի, ուրեմն այդ փոքրիկ խմբակների դիսկուրսները իրար լրացնում են։ Մինչ Սամվել Կարապետյանի փոքրիկ խմբակը հրաժարվում է կամ խուսափում է տրիպը անվանի սպառնալիք, այլ ասում է, գիտեք, դա կատարյալ չի, որովհետև անվտանգության երաշխավորների մեջ պետք է լինի նաև Ռուսաստանը, փորձելով Ռուսաստանին բերել։ Նրա այդ երկրորդ չարասյունը Ռոբերտ Քոչարյանի խմբակը արդեն բաց իրերը իրենց անուններով է կոչում եւ ասում է Մոսկվան սա վտանգ է համարում։ Սա ուղղակի աննախադեպ բան է, որովհետև այն վտանգավոր քայլերը, որ նրանք արել են նոյեմբերի 9-ից հետո, փորձելով եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այն դաշտում, որ դա մեկնաբանել է Իլհամ Ալիևը եւ մեկնաբանել է Վլադիմիր Պուտինը, հիմա էլ նույն ձևով փորձում են տրիպի շուրջ հասարակության մեջ այդ դիսկուրսը ստեղծել, որ տրիպը բադ բան է, որ տրիպը վտանգավոր բան է, Հայաստանը չպետք է ապաշրջափակվի, Հայաստանը չպետք է կապող օղակ լինի տրանսկովկասյան այդ մեծ հաղորդակցական միջանցքում, Հայաստանը չպետք է եկամուտներ ստանա դրանից եւ Հայաստանը չպետք է ուրեմն այլընտրանքի հնարավորություն ունենա։ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի բացահայտ դեմ է հանդես գալի Հայաստանի ազգային ինքնիշխան շահերին։ Եվ նաև Ռոբերտ Քոչարյանը փորձում է Հայաստանի դեմ տրամադրել ոչ միայն Հայաստանի հասարակության քիչ տեղյակ զանգվածին, պրոռուսական կողմնորոշմամբ զանգվածին, արցախցիներին եւ այլն, Արցախից բռնատեղահանվածներին, այլ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն այս հայտարարությամբ մեր դեմ է տրամադրում նաև Իրանին, Ռուսաստանին, որովհետև պաշտոնական հայտարարությունների մակարդակով, եթե անգամ մտահոգություններ հայտնվել են Թեհրանի կամ ուրեմն Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ պաշտոնական մակարդակում ռուսներն են, չէ, որ վերջին դեկտեմբերին ասում էին մենք դեռ ծանոթանում ենք եւ դիտարկում ենք մեր ներգրավման հարցը եւ այլն։ Պարոն Սաֆարյան, հենց այս առումով Քոչարյանը վստահ է, որ Ռուսաստանը չի մասնակցի տրիպ նախագծին, ով ասաց, որ Ռուսաստանը կմասնակցի, ասում է, ընդհակառակը Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ լավ հարաբերություն ունեցող ոչ մի երկիր չմասնակցի այդ նախագծին։ Անձամբ ես այդպիսի տպավորություն ունեմ եւ հենց այդ պատճառով էլ կասկածում եմ նախագծի իրական նպատակներին հայտնել է նա, հա, երկրորդ նախագահը խոստովանել է, որ երկու ձեռքով կողջունի տրիպ նախագիծը, եթե դրան միանան Ռուսաստանի Դաշնությունը կամ Չինաստանը։ Սա կթեթևացնի Իրանի մտահոգությունները, նշել է նա։ Ահա ես դες բան ասեցի, ես հենց դա էի ասում, որ Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ խմբակը եւ Սամվել Կարապետյանի փոքրիկ խմբակը բացարձակապես նույն մեղին են խփում։ Տրիպը ձախողելու համար փորձում են այդտեղ բերել այնպիսի երկրների, որպեսի դա չիրականանա։ Եկեք ճիշտ հասկանանք։ Ես էլ շատ կուզենայի, որ Հայաստանի տարածքում աշխարհաքաղաքական եւ բոլորը
որ աշխարհակահաղական նախագծերի միջև բախում չլինի, որ Հայաստանի տարածքում արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ եւ այլ արժակատումներ չլինեն։ Որևէ մեկի խելքը դրա համար չի գնում եւ որևէ մեկը տրիպը չի պաշտպանում կամ տրիպը հնարավորություն չի դիտարկում եւ այն պատճառով որ վայ դրա պատճառով ռուսները դուրս են մնում դրա չէ մենք այդ գաղափարի նկատմամբ մեր բոլոր զգուշավոր լավատեսություններով հանդերձ դա դիտարկում ենք Հայաստանի համար թթվածինը բացելու Հայաստանի ապաշրջափակման եւ Հայաստանին գլոբալ մատակարարումների շղթայի կարևորագույն օղակ դարձնելու հնարավորություն իսկ եթե Հայաստանը դառնում է այդ գլոբալ հաղորդակցության եւ մատակարարումների շղթայի մաս կապվում է տարբեր շուկաների մաս եկեք հասկանանք որ դա բարձրացնում է Հայաստանի կարևորությունը խոշոր խաղացողների համար եւ ավելացնում է Հայաստանի անվտանգությունը որովհետեւ այդպիսի Հայաստանի վրա արդեն հարձակվելը կլինի հարձակում այն շահերի վրա որոնք ամրագրված են Հայաստանում հիմա այս մարդը եկել է ասում է այս բոլորը վատ բան է եւ փորձում է բերել այնպիսի դերակատարներ որ տրիպը իսկապես դառնա գլոբալ սկանդալի գլոբալ կոնֆլիկտի Չինաստան, Ռուսաստան, ուրեմն Միացյալ Նահանգներ, ուրեմն արժակատման վայր։ Դուք խո Հայաստանի թշնամին չեք։ Էս ինչ եք անում։ Տրիպի պայմանները Հայաստանի Հանրապետության վարչապետը այնքան համարձակությունն է, հենց դա ցույց էր տալիս, որ ինքը որ Ռուսաստանը չի կարողանա այդ հայտարարության հակադարձի։ Երբ որ տրիպի ուրեմն համաձայնագիրը երակողմ համաձայնությունը կնքվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ից հետո, վարչապետը Պարզ ասեց, այս նույն պայմանները ես առաջարկել եմ Վլադիմիր Պուտինին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, որ այդքան սիրտը մռմռում է Ռուսաստանի համար, ուզում է Ռուսաստանին ու Չինաստանին բերել մի նախագիծ, որտեղ տեղից աշխարհում այդ երկրների հարաբերությունները տարբեր թատերաբեմերում արժակատումային են։ Բերում ես երեք երկրներին Հայաստանի տարածքը, այն որ դուք Հայաստանի քաղաքացուն սպառնում եք, վայ Ուկրաինա ենք դառնալու։ Ռոբերտ Քոչարյանը իր այս դիսկուրսով Հայաստանը ուզում է դարձնել այո Ուկրաինայի նման մի հատ պատերազմի թատերաբեմ։ Այլապես ոչ նա, ոչ Սամվել Կարապետյանը իրանց թույլ չպետք տային խոսել այդ 42 կիլոմետրի մեջ բերել այնպիսի երկրների, որոնք իրար հետ պատերազմական, գրեթե պատերազմական վիճակում են։ Սանկցիոն պատերազմը, դա պատերազմ է։ Կլինի դա Չինաստանի եւ Ամերիկայի միջև, կլինի դա Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև։ Հիմա այս մարդիկ ոնց որ ընկած են Հայաստանի Հանրապետության հետևից ու ասեն եկեք բերենք այդ 42 կիլոմետրում մի հատ այնպիսի դուգա տանք, կարճ միացում տանք, այդ հակադիր բևեռների որ Հայաստանը պայթի, սա ուղղակի այն երևակայելի բան է, գիտեք, եթե 10 տարի երկրում ղեկավար աշխատած մարդը աշխարհակահաղականության մասին այսքան գիտի ու չի ասում դա ուղղակի այլ գործոններով պայմանավորված, որովհետև ռուսների հետ այլ պայմանավորվածություններ ունի, եւ եթե դա ասում է ուղղակի զուտմտածելով, կներեք այդ մարդուն չգիտեմ որ հաստատություն պիտի տանես այլ ոչ թե թողես ինքը բանանի բեմին բարձրանա եւ ներկայանա թե ինքը Հայաստանի փրկիչ առաքյալն է եւ հաջորդ ընտրություններում ինքը հայտ է ներկայացնում եւ մի լրացում անեմ անցած տարվա մայիսին ես ուրեմն գտնվում էի Իրանում Այցը կազմակերպել էին իհարկե մեր հայրենակիցները բայց նաեւ դրան լուրջ մասնակցություններ ունեցել իրանական կողմը եւ այդ հանդիպումները չափազանց կարևոր էին, շատ բան չեմ կարող բացել, բայց չափազանց լուրջ շրջանակների հետ էի հանդիպում եւ պաշտոնական, եւ կրոնական ղեկավարության, եւ պաշտպանական հաստատությունների, եւ մտակենտրոնների, եւ քաղաքական ղեկավարության, եւ բարեփոխիչների թևի, եւ պահպանողականների թևի։ Մի խոսքով շատ լայն էր սպեկտրը։ Շաբաթ Կարգի այցելություն էր, բացի այն, որ ասենք այցի հիմնական նպատակներից մեկը Իրանի ամբողջ խորությանը, գեղեցկությանը եւ կյանքին ծանոթացնելն էր, այլ նաեւ այդ հանդիպումներն են եղել։ Եվ գիտեք ինչ էր հետաքրքիր, այդ հանդիպումների ընթացքում բնականաբար հասկանալի պատճառներով չեմ կարող անուններ տալ։ Շատ լուրջ զրուցակիցներ, այսպես նայում էին, ասում եմ, որ դուք ուրեմն ուզում եք Իրանի սահմանի նկատմամբ վերահսկողությունը տակ բանին, ամերիկացիներին։ Ասում եք կներեք, այդ ձեզ
ասելա X մարդը ու կտալիս է կոնկրետ անուն Ռոբերտ Քոչարյանի խմբից նայում էին ծիծաղելով ու սենց սարսափած ասում էին որտեղից իմացաք ասի գիտեք մենք միամիտ մարդիկ չենք ոչ ես ոչ դուք եւ մենք նույն բաները նույն նարատիվները լսում ենք Հայաստանից ու այս մարդիկ չեն բավարարվում Հայաստանի դեմ աշխատելով բացի այն որ գնում են Թեհրանում տարբեր տեղերում ասում են Հայաստանը ձեզ դավաճանում է Հայաստանը Իսրայելին բերում է ձեր սահմանի վրա Հայաստանը դարձնում են Իսրայելի հարթակ Հայաստանը դարձնում են պանթուրքիզմի հարթակ ընդդեմ իրանական շահերի Պարզ ասում եմ ձեզ, դա մի տեղի մասին չի, արդեն ծիծաղում էին, ասում էին, ինչ լավ տեղյակ եք, թե ով է եկել Թեհրան, ով հետ է հանդիպել, մենք ումից գիտենք այդ բաները։ Հիմա նայեք, ես որ նախորդ հարցի պատասխանելու ժամանակ ասում էի Հայաստանի դեմ են աշխատում, ի նկատի ունեի նաև այս հանգամանքները, որովհետև որքան մենք մի կողմից փարատում ենք մեր հարևան Իրանի մտահոգությունները որ կներեք մենք բոլոր կարմիր գծերը պահում ենք եւ մեր կարմիր գծերը եւ ձեր կարմիր գծերը այսինքն մենք ձեր կարմիր գծերը չենք հատում ոչ միայն այն փաստով որ չենք ուզում այլ որովհետեւ մեր շահերից էլ ձեռ չի տալիս ձեր կարմիր գծերի ուրեմն հատումը այս մարդիկ դրանց մարդ են ուղարկում Թեհրան որպեսզի ասեն այս կեղտոտ իշխանությունները Հայաստանի Իրանի օղակը սեղմում են, Իրանի դեմ են աշխատում, Հայաստանի տարածքը վեր են ածում հակաիրանական պլատֆորմի, Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելով թույլատնում են նաև Իրանին, եվրոպացիներին բերել են որպես լրտես դիտորդի անվան տակ որպեսի լրտեսեն Իրանին, փաստացի դե ֆակտո միջանցք են տալիս Ադրբեջանին, որը կտրում է Հայաստանի եւ Իրանի սահմանը, ուրեմն հիմա էլ տրիպով բան են անում, ամերիկյան ազդեցություն են ավելացնում, այդ մի հավատացեք, որ դրանք ռազմական ներկայացուցիչներ չեն լինելու, դա լինելու է Իրանի նկատմամբ ռազմական հենակետ Այս կարգի անասուն բաներ են ասում սեփական երկրի նկատմամբ, բայց դրանով չեն բավարարվում։ Հիմա էլ ասուլիս են հայտարարել եւ ասում են Իրանին, ասում են, պարզ է, չէ՞ որ Թեհրանում նստած հետևում են այս ասուլիսին եւ գրում են Ռոբերտ Քոչարյանը ասեց, որ ուրեմն տրիպը դա Իրանի նկատմամբ ուրեմն օղակի սեղմման եւ Հայաստանին ընդդեմ Իրանի տրամադրելու գործիքա, որ տրիպը դա վտանգ է, ոչ միայն Իրանի նկատմամբ, այլ Հայաստանի նկատմամբ։ Այդ ամեն ինչը գրանցվում է այդ մայրաքաղաքներում։ Նստած գրում են, հետո դնում են, ասում են, լավ սրանցից ով է ճիշտ ասում, Նիկոլ Փաշինյանն է ճիշտ ասում, որ ասում է, չէ, այդպես չի։ Թե Ստեփան Սաֆանը, որին հրավիրում են, կանչում ենք, ասում ենք, դա այդպես է, այդպես չի, ինքը ասում է, այդպես չի։ Բայց այնտեղ ոնց որ թե 10 տարի երկիրը ղեկավարած մարդը, իր խմբակը, ասում են, չէ, վտանգ է, Հայաստանը դառնում է վտանգավոր երկիր Իրանի համար։ Սա ասենք, դուք ոնց եք նայում, էլի ասենք, իմ հայ ժողովուրդ, մեր հայ հերոստատիտող, դուք ասենք, այս կարգի վարքագիծ ունեցող մարդուն, ոնց կարակ լայք տակ, ոնց կարակ հույս փայփայեք, որ նա Հայաստանը փրկելու է։ Այս մարդիկ աշխատում են, ընկած են Հայաստանի Հանրապետության հետևից, Արցախի գլուխն ուտելով, չեն հանգստացել։ Հիմա էլ ուզում են Հայաստանի գլուխը կերածել։ Սա ասենք անհնար է, գիտեք, առանց նյարդայնանալու այս ամեն ինչի մասին խոսելը։ Սա որովհետև դա քաղաքական անմեղսունակություն չի, սա գիտակցված քայլեր են։ Տեսեք, պարոն Սաֆարյան, եւ առաջիկա ընտրություններին է անդրադարձել բնականաբար եւ ասում է, որ գնում են այս ընտրություններին ավելի լավ դիրքերից եւ տեսնում է ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 կամ 4 խոշոր բլոկներով։ Հենց այստեղ երբ դուք նշում եք, որ նույն նարատիվներն են, նույն խոսույթն է, թե ուրեմն Սամվել Կարապետյանի թիմում եւ թե Քոչարյանի, այ հենց այս բլոկների հնարավոր արկայությունը լուրջ ուրեմն խնդիրներ եւ վտանգներ չեն ստեղծի արդյոք։
Ստեղծելու են իհարկե, ես հուսամ, որ մենք ոչ պակաս վճռական կլինենք քան Մոլդովան, որը շատ համարձակ դրեց եւ ասեց երկրի ինքնիշխանության դեմ աշխատող ուժերը, երկրի շահերի դեմ աշխատող ուժերը չպետք է գրանցվեն։ Որովհետեւ կներեք, ժողովրդավարության նրա համար չի, որ գայլը գարան մորթու տակ թաքնված, գա աշխատի գառների հոտի դեմ, ուսի ուտել այդ գառներին։ Ժողովրդավարությունը նրա համար չի, որ ժողովրդավարության թշնամիները կան ժողովրդավարությունը օգտագործեն ժողովրդավարությունը երկրում տապալելու համար եւ խոսեն օտար ագենտների։ Դուք տեսել եք նաեւ ինչեր է խոսել, ասենք ինքը բերել է այդ բոլոր ռուսական նարատիվները, այսինքն որ Հայաստանում էլ նույն ձևի ոնց որ Ռուսաստանում պիտի ընդունվի այդ օրենքը, չի ասել այդպիսի բան, բայց եւ որ օրակարգ է ստեղծում այդ foreign agent-ների կոչված մարդիկ ոչ միայն փորձում են թաքցնել, որ իրանք գարան մորթու թաքնված գայլ են, որ իրանք են, եթե ագենտ են, ապա ոչ ամենևին Պողոսը Պետրոսը, ապա բոլորին է հասկանալի թե ով, որովհետև այդ մարդիկ բառացիորեն չեն թաքնում, որ այլ երկրի շահեր են սպասարկում եւ այլ շահերի նկատմամբ պետք է շատ զգայուն լինել եւ որպեսի կանխեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերություն, պիտի ուղղակի դա վերածել կիլդիմի, բերել Չինաստան, բերել Ռուսաստան, որպեսի ոչ մի բան չստեղծվի եւ բոլորը խռոված Հայաստանից հեռանան։ Հիմա դուք ասում եք ընտրությունների մասին։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռևս իշխանությունը իր դիրքերում է եւ ընտրությունների մոտենալու հետ միասին պիտի այդ վճռական որոշումները կայացնեն։ Խոսքը նրա մասին չի, որ ես վախենում եմ Ռոբերտ Քոչարյանի չեղած 5%-ի համար։ Ռոբերտ Քոչարյանը այդ ինքն է այդ հեքիաթը հորինել, որ ինքը հիմա ավելի լավ դիրքերից է բանանում։ Նա, եթե չի կարողացել 2021 թվականին այդ իշխանության եւ Հայաստանի ու Հայաստանի բանակի այդ թուլացած պահին կոտրել պետականությունը եւ տապալել պետականությունը, հիմա առավել եւս չի կարողանա։ 5 տարի անց հասարակությունը ինչքան էլ դժգոհություններ ունենա, այս հասարակության մեծամասնությունը այնքան սթափ է, որ հասկանում է, որ այս ամեն ինչում գոնե ինքը իրանացել է իր պետականությունը այդ կորուստներով հանդերձ եւ այդ պետականություն ատամներով պիտի պահի։ Այլապես նրանք Ռոբերտ Քոչարյան կընտրեն ինչ էին, ասենք պատերազմում պարտված երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա ուժին ընտրում։ Որտեւ հասարակությունը շատ լավ հասկանում էր մեծամասնությունը։ Հիմա ես բայց ինչն է ինձ մտահոգում։ Ես ինչու եմ խոսում չգրանցելու մասին այս կարգի ուժերին։ Որովհետեւ նայեք, որևէ մեկը սպարտավոր չեն օցերի մեջ, ասես շուրջ բոլորը լինեն օցեր, ու ասես ինչ որ մանյովրելով, վախենալով, որ այս մեկը աչից կկծի, այն մեկը աչից կկծի, ասենք մեր տան մեջ մենք թողենք օցերը մնան, որ ինչու չմաքրենք մեր տունը եւ ունենանք չաղավաղված նախընտրական դիսկուրսներ, որ այս երկրում այո կարողանաս համարցակ եւ խիստ քննադատել իշխանությանը այն թերացումների համար, որ կատարել են, այլ ոչ թե դիսկուրսը բերենք նրան, որ ասենք լավ ոչինչ իշխանությունը ինչում ձախողել է, կարևորը նախկինները չգան, եկեք իշխանության ընտրենք։ Ասենք ես չեմ ուզում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս դիսկուրսը տեսնեմ։ Ես չեմ ուզում դա ունենամ եւ գիտեմ որ իմ հասարակության զգալի մասը նույնպես չի ուզում այդ կարգի դիսկուրս ունենալ ու թողել ես մարդկանց բանը արենայում նշանակում է ուղղակի տեղ բացել այդ կարգի դիսկուրսի համար եւ մարգինալացնել այն դիսկուրսը, որը պետք է երկրի ապագայի համար, այն դիսկուրսը, որից պիտի ծնվի ճշմարտությունը, իշխանությունը ճիշտ քայլեր է անում, թե կարող է անել ավելի լավ քայլեր, իշխանությունը ամեն ինչ ճիշտ ժամանակին է անում, թե ուշացնում է, որը կարող է խնդիր լինել։ Այս կարգի հարցեր պիտի քննարկվեն իմ կարծիքով ընտրությունների։ Մենք հիմա եթե մարդկանց թողում ենք, որ եկել են բացարձակ ակնհայտ փաստերը ուրեմն կեղծելով, խեղաթյուրելով, փորձում են այդ 5%-ի միջոցով ուղղակի դիսկուրս ստեղծել, որպեսզի տապալեն Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որպեսզի տապալեն Հայաստանի բոլոր խոշոր երկրների հետ ինքնիշխան հարաբերություններ ունենալու հնարավորությունները եւ այլ եւ այլ։ Այս ամենը տապալելու համար, ասենք մենք պարապ ենք մնացել, որ այսպիսի դիսկուրսի, նրանց կողմից այսպիսի դիսկուրսի համար տեղ ենք, թող ինչի համար։
Գիտակցելով որ այո գործ ունեն գարան մորթու տակ թաքնված գայլերի ուրեմն արշավի հետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականության եւ ելի եմ կրկնում ես հիմա էլ եմ պնդում բայց տրաքենել ոչ Սամվել Կարապետյանի խումբը ոչ Ռոբերտ Քոչարյանի խմբակը չունեն ոչ 50%, ոչ միայն 50% չունեն, այլ ավելի քիչ էլ չունեն, բայց ինձ անհանգստացնողը այդ դիսկուրսը բանավեճի նախընտրական մթնոլորտի թունավորումն է, մեզ ոչ բացարձակապես պետք դիսկուրսներով, ասենք մենք պարապենք մնացել քննարկենք բաներ, որոնց պատասխանը արդեն կա։ Ասենք Սամվել Կարապետյանի խմբի ներկայացուցիչը խոսում է նամյոկներով ակնարկում է ՀԱՊ վերադառնալու մասին։ ՀԱՊ ուր ենք վերադառնում, ՀԱՊ-ը 2-3 տարի շարունակ մեզ ասել է, որ մենք իր համար գոյություն չունենք։ Եվ մեր խնդիրները եւ կոլեկտիվ պաշտպանությունը մեր վրա չի տարածվում։ Հիմա ասենք նախընտրական պայքարում ինչ են քննարկում, ՀԱՊ վերադառնում են, թե չենք վերադառնում։ Ասենք դա ինչ է տալի։ Հայ հասարակությունը այդ հարցի պատասխանը լսել է անձամբ ՀԱՊ-ից։ Եվ ասենք ոչ Տարեկ Կարապետյանն է ՀԱՊ-ի խոսափողը, որ մամայի արև, պապայի արև ՀԱՊ-ը փոխվել է, ել չենք անի այլևս, մեղա են գալի հայ ժողովրդի առաջ, որ նրա վրա հարձակման ժամանակ չենք պաշտպանել, որ այն ինչ որ թղթի վրա գրել ենք սուտ է, որ այն ինչ որ հայ հասարակության տասնամյակներով խաբել ենք, թե մենք անվտանգության թաղանթ ենք իրանց համար, պատերազմը զսպող թաղանթ ենք։ Ասենք Նարեկ Կարապետյանը ՀԱՊ-ը լեզու չունի, որ ասենք Վլադիմիր Պուտինը մեղագա եւ Խոստովանի սխալները, որ ասենք Նարեկ Կարապետյանը պետք է ասենք եթերում մեզ ասի, ասենք ՀԱՊ-ը հիմա ոնց ալնելու, հիմա ասենք սա ինչ մենք կարիք ունենք այս կարգի դիսկուրսի։ Ես կարծում եմ չունենք այդ կարգի դիսկուրսի եւ կարիք ունենք, որ Ռոբերտ Քոչարյանը օրակարգ բերի մի հարց։ Տրիպը վտանգ է։ Գիտեք, Սիրանուշ, իրականում այնպես չի որ տրիպը գետնի վրա չունի խնդիրներ։ Կարող է ունենալ։ Բայց տեսեք, այս մարդիկ խոշոր առումով ոչ թե խոսում են այն խնդիրների մասին, որտեղով է ճիշտ որ անցնի ավտոմայրուղին, որտեղով է ճիշտ որ անցնի երկաթուղին, ինչ ձևով, սահմանային վերահսկողությունը, մաքսային վերահսկողությունը փորձենք հասկանալ ավելի լավ նկարագրել։ Այս մարդիկ դա անելու փոխարեն դրել են ամբողջ այդ գաղափարը, որ խոշոր առումով լավ բան է, այդ են կասկածի տակ դնում։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ, կարճատև դադար է մեր եթերում։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Ֆաստբանկի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Սինեմա Սթարի Դալմա եւ Ռիո մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Ֆաստբանկ մոբայլով։ Դե ինչ, բարի դիտում։
Ռոբերտ Քոչարյանը մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենից լավ ոչ ոք չի կարող երկիրը այս ճգնաժամային վիճակից հանել։ Նա նշել է, որ բարենպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է Հայաստան դաշինքին, ապա նշել է, որ վերջնական որոշում դեռ չունեն, բայց հակված են գնալ նույն ֆորմատով։ Անցած անգամ հայտարարել ենք, որ փետրվարին ենք որոշում կայացնելու, դեռ ժամանակ ունենք, ասել է նա։ Եվ իսկապես բարենպաստ են այդ պայմանները։ Ես կցանկանայի, որ 3-ից 4 բլոկ այդպեսի մենք ունենանք։ Ունեմ այն ինֆորմացիան, որ իրար հետ բանակցում են, որոշ տեղ հաջող, որոշ տեղ ոչ, բայց իմ տպավորությունը այնպեսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրությունների ժամանակ։ Ոչ թե 25 միավոր, որից մոտ 20 ընդդիմադիր դաշտեր, թե 20-21-ը։ Եվ նայեք, մենք հիշեցնեմ, անցած անգամ ասել է, որ ամենից պրագմատիկ ճանապարհն ենք ընտրելու։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն, փետրվարի սկիզբ, եւ այդ արդյունքներով որոշելու ենք, թե ով առաջնորդել է։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Ասես մի մեծ բեռից շատ մեծ բեռից կազատվեի, բայց տեսնենք ինչպես է լինելու։ Քոչարյանը նշել է, թե գնում են ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 21-ին, նաև հավելել է իրենց ցուցակում որոշակի թարմացումներ լինելու է, նաև կյանքը ցույց տվեց, որ պետք է դա անել, մենք ունենք ակտիվ ձևավորված թիմ, բայց անկասկած նաև նոր մարդիկ են հայտնվելու ցուցակում և թիմում։ Լրագրողը հիշեցրել է, որ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին մեղադրում էր թալանի մեջ։ Քոչարյանը պատասխանել է, հետաքրքիրն այն է, որ Փաշինյանն իշխանության է եկել կարգախոսով, որ ժողովրդին սիրում է, հետո պարզվեց, որ փողն է սիրում։ Եթե ժողովրդին սիրեր թոշակառուների վիճակն այսպիսին չէր լինի, հայտարարեց նա։ Հայ առաքելական եկեղեցու և պետության միջև որևէ հակամարտություն չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում։ Կա մի մարդ, որը զավթել է իշխանությունը եկեղեցում և որը ոչ մի դեպքում չի կարող զբաղեցնել այս պաշտոնը։ Մենք կձեռնարկենք բոլոր թույլատրելի և օրինական միջոցները նրան այդ չվաստակած պաշտոնից հեռացնելու համար, ավելացրել է նա։ Փաշինյանը անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հնչած մտահոգություններին եկեղեցու հետ կապված։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Պատրաստվում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային օր։ Երաժշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել։ Այս նախագծով առաջարկում եմ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը։ Հաշվի առնելով, որ նախորդ 3 օրերն էլ հանգստյան օրեր են, հարկ ենք համարել նախապես ընդունել այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պլանավորել իրենց արձակուրդը, խնդրում եմ հաստատել։ Կարևորը նա է, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով եւ համոզված եմ, որ այդպես էլ կլինի եւ նման որոշումները ինչի համար են, առաջինը նախ մեր քաղաքացիներին
լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու մանավանդ հիմա արդեն մենք երթևեկության հետ կապված խնդիրները շատ տեսանելի են եւ խնդրահարույց եւ իհարկե միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ նաեւ լրացուցիչ չէ, բայց տենց կոմպակտ ոչ աշխատանքային օրեր սահմանելու եւ տաք եղանակը լավ տրամադրությամբ դիմավորելու համար։ Կան դիտարկումներ, չկան, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններս Տիկին Սեանուշ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես մի քանի ժամ տևած ասուլիսի ընթացքում Քոչարյանը մի շարք հայտարարություններ է արել։ Ուզում եմ անդրադառնանք այդ հայտարարությունների ավելի շատ ներքաղաքական, ուրեմն կյանքին առնչվող հատվածին, մասնավորապես նա հայտարարում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող երկիրը այս ճգնաժամային վիճակից հանել եւ բարենպաստ պայմաններ է ուրեմն դիտարկում նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար, մասնավորապես 3 առավելագույնը 4 բլոկի մասին է նա խոսում եւ հավանաբար Հայաստան դաշինքի հետ էլ կգնա, թեև վերջնական որոշում չկա, նա էլ կգլխավորի ցուցակը, դա էլ է ասել, հա։ Նախ ինչպես եք գնահատում, ուրեմն մի քանի ժամ այսքան երկար ասուլիս տվեց, որ ինչ անի, պարոն Սաքունց, որ հայտարարի, որ իրենից լավ ոչ մեկ չի կարող երկիրը ճգնաժամից դուրս բերել, որ թրիփից ավելի վատ նախագիծ չէր կարող լինել եւ այլն եւ այլն։ Այդ ձեր ընդհանուր գնահատականն ու տպավորությունը այս երկարաշունչ ասուլիսի հետ կապված։ Տիկին Սեանուշ, այդ ձեր նշած երկարաշունչ ասուլիսի լսելու համար ժամանակ էր պետք է։ Բնականաբար այդքան ժամանակ տրամադրեմ աշխատանքիցս, որպեսզի լսեմ Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ արտահայտած մտքերը, իհարկե այդքան չունեի, բայց որոշ հատվածը հատկապես արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ մի քանի ուշագրավ հայտարարություններ իհարկե արժանի է ուշադրության, իհարկե որևէ նոր բան չասեց Ռոբերտ Քոչարյանը եւ սպասել էլ չէր, թե ինչ պետք է ասի։ Մարդ, որի ամբողջ եթե կա քաղաքական ֆիլոսոփայության տերմինի հնարավոր կիրառումների նկատմամբ հիմքում էս է Եվրոմիությունը քայքայվելու է աշխարհում այն ինչ որ մենք գիտենք տեսնում ենք ուժի իրավունքն է գործում բերես Թրամփի այդ վարքագիծը որ ինչ մտքով անցեկան գենում նայլանում է իդեպ անթակույց նաև որոշակի հրճվանքով Թրամփի այդ վարքագծի մասին խոսեց, բայց այդ նույն գնահատականները, որոնք ամբողջությամբ կիրառել են հենց նույն իր հետ քիմիական կապի կամ քիմիայի մեջ գտնվող Պուտինի մասին, որը նույնպես են կրկնում ամբողջությամբ շատ ավելի վառ ճակերտավոր կերպով դրսևորում է Պուտինը, դա Պուտինի մասին իհարկե ոչ մի խոսք չի ասի, եւ ինչու որտեղ ամբողջ կոնցեպտը այդ մարդու, որ պետք էր Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնել, ինչ էլ իսկ թե ինչու է այդ հարաբերությունները փչացել, դրան իհարկե որևէ անդրադարձ չկա։ Գիտեք, խնդիրը այն չէ, թե ինչ ասել Քոչարյանը։ Ինձ ավելի շատ մտահոգում է, որ մենք ունենք որպես ընդդիմություն ներկայացող այդպիսի մարդիկ, որոնց համար ժողովրդավարություն, որոնց համար ինքնիշխանություն, որոնց համար իրավունքի գերակայություն,
բառերը անգամ չեն արտաբերվում։ Այդ ամբողջ ես այն ինչքան լսեցի նույնիսկ կրկնեմ արտաքին քաղաքականության այդ մասով եւ նաեւ ներքաղաքականի այդ ձեր նշած դաշինքներ դրանից հետո չեմ ասել այն։ Մի բառ անգամ չասվեց ժողովրդավարության մասին, մի բառ անգամ չասվեց ինքնիշխանության մասին։ Շատ տխուր է որ մենք ունենք այդպիսի որպես ընդդիմություն հանդես է գալիս այդպիսի անձը։ Բայց մյուս կողմից մի հատ կարևոր հանգամանք էլ տեսեք այնուամենայնիվ հաշվարկել են եւ գտել են որ այս պահին քաղաքական դաշտում կարող են առնվազն 3-4 այդպիսի ընդդիմադիր բլոկներ ձևավորվել։ Եվ պարզ է որ դրանք հակաժողովրդավարական ուժերն են եւ դրանք պրոռուսական ուժերն են։ Բայց ժողովրդավարական ուժերի դաշինք ասածը, որը շատ ավելի անհրաժեշտ է, մենք չենք տեսնում։ Սա պետք է բավական շատ լուրջ ուղերձ լինի առաջի հերթին իշխանությանը, որ եթե իր բոլոր թերություններով հանդերձ, իր բոլոր ոչ սկզբունքային մոտեցումներով հանդերձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարական համակարգը պահպանելու ձգտումը ունի, ապա մենակ մեկ կուսակցության վրա հույս դնելը, թեկուզ քաղբայմանագիր, որ կարող է հակաժողովրդավարական, պրոռուսական ուժերին դիմագրավի, դա պետք է բավական զուրջ մտածել։ Այսինքն ես այստեղ անհրաժեշտ եմ տեսնում իրապես ժողովրդավարական արժեքների հիման վրա քաղաքական ուժերի համախմբան անհրաժեշտությունը, որտեղ իրապես այս ընտրությունների ընթացքում կամ ընտրություններում որոշվելու է թե մնալու է Հայաստանը կամ Հայաստանը պահպանելու է ինքնիշխան ժողովրդավարական եւ իրավական պետություն այդ հնարավորությունները թե վերջո ռևանշ են վերցնելու Կրեմլի ռեժիմի շահերը սպասարկող քաղաքական ուժերը, որոնց աչակցության մասին անթակույց իհարկե հայտնել են հենց Կրեմլի խոսնակները, Կիրիենկոն եւ այլն։ Հետաքրքիր է որ Քոչարյանը չի օգտագործում այդ թուրքացման, հա, տերմինը, որը շատ հենց ախմախ իր ոչի բնույթի բառով ասեմ, ախմախ ձևով ներկայացնում են որոշ իր ջատագովներ կամ համակիրներ, կողմ է Ադրբեջանի հետ համագործակցության եւ այլն, բայց գտնում է որ այնուամենայնիվ ինքը կարող է, բայց ինչու՞ է Հայաստանի այդ ճգնաժամային իրավիճակի բուն հարցը, որն է դրա ախտորոշումը։ Ախտորոշման իր պատկերացմամբ հիմքը դա Ռուսաստանի հետ հարաբերությունների իր պատկերացմամբ այն մակարդակը չէ, որը կուզենար տեսնել։ Սա է ամբողջ իր ախտորոշման հիմքը եւ եթե ինքը լիներ, եթե ինքը լինի, չնայած այդպիսի բան չի լինելու, չէր կարող երազում անգամ մտածել որ կարող է լինել, չկա այդպիսի հնարավորություն Հայաստան, բայց եթե ինքը լինի, ապա հենց այդ խնդիրն է լուծել որպես Հայաստանի գոյության զարգացման երաշխիքը։ Սա է ամբողջ հակիրճ անդրադարձը, այնպես որ ավելի շատ ոչ թե ինչ սխեմաներ էր առաջարկում, այլ ինչ արժեքային հենքի վրա է հանդես գալիս այդ մարդը։ Այդ մարդը հանդես է գալիս Եվրոպական միության կործանման, ուրեմն կանխատեսման հաշվին, նույնպես հանդես է գալիս ուժի դիրքից հանդես գալու, ուրեմն դիրքից եւ ուժի դիրքից հանդես եկողների ուրեմն այդ արժեքաբանության տեսակետից շատ ուշագրավ էր այդ մասը։ Ասում դուք չեք պատկերացնում թե ում հետ գործ ունեք, որի նկատի ունենալ Ռուսաստանին եւ օրինակ է բերում Սահակաշվիլի քաղաքականության, որ ինչ կարող է անել Ռուսաստանը։ Այսինքն սա ակնհայտ ինքը ասում է, որ այո, իրենք կառավարել են հենց այդ
Ռուսաստանը գիտեք ինչ կարող է անել այդ տրամաբանության ներքո եւ այդ ենթարկվածության Ռուսաստանի կողմից հնարավոր գործողությունների տակ չընկնելու, հարվածի տակ չընկնելու տրամաբանությամբ են ղեկավարել պետությունը եւ այդ դեպքում ուզում ես ասես, բա դու ընդհանրապես գլխի ես ընկել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, թե ուղղակի պետություն է, որը կվազի պետություն է, որը Ռուսաստանի հովանու ներքո է եւ դա է այն պատկերացումը, որ դու գտնում ես, որ Հայաստանն է ապագա, բայց այդ դեպքում իմ մոտ է հարց առաջանում, իհարկե Եվրոպայի խորհրդին անդամագրման դիմումը ել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, կարծեմ 1996 թվականին, բայց 2001 թվականին Հայաստանը այդ անդամագրվեց։ Դու չէ անդամագրվում։ Գիտեք, երբ որ խոսում են խոստումների մասին, ամենամեծ համակարգային խոստումը, որը Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ տվել է, դա Եվրոպայի խորհրդի անդամությամբ վերցրած պարտավորությունների կատարումն է, որոնք ամբողջությամբ մարդու իրավունքների կոնցեպտն են։ Եվ ամենամեծ ստախոսությունը եւ կեղծիքը հենց ինքն է կատարել։ Բայց մարդու իրավունք, հետո որ իհարկե խոստովանեց, որ դա պոլիտբյուրո չի, բայց որ պոլիտբյուրոն չէ բանանում։ Դիմում դա դուս կայ Եվրոպայի խորհրդից բան։ Դա ինչ բան է, կեղծիք է։ Եվ հիմա, այսինքն ունենալ Եվրոպայի խորհրդի անդամատում սկոպիտ ասած, բայց ռուսական հովանու ներքո սա է ամբողջ եղել։ Եվ հիմա խոսում են աշխարհաքաղաքական բախման մասին։ Բայց աշխարհաքաղաքական բախման հիմքը դուք եք դրել։ Թրիպի մասին։ Գիտեք, այդ մարդիկ, եւ կոնկրետ ինքը եւ ինքնով, ցանկացած Ռուսաստանի ուրեմն ազդեցության թուլացում ճակատագրական են համարում, ողբերգություն են համարում։ Ոնց որ Պուտինն էր համարում խորհրդային միության փլուզումը աշխարհաքաղաքական ողբերգություն, այս մարդիկ էլ համարում են, որ Հայաստանում եթե Ռուսաստանի ներկայությունը, ազդեցությունը նվազի, ապա դա ողբերգություն է։ Այդ ողբերգությունը գնացեք Կրեմլ, այստեղ ինչ չի կանում։ Որ Հայաստանը ձեր համար բան չի, խոպան տարածք չի։ Պարոն Սաքուն, Թե զոնա է։ Պարոն Սաքուն, նրա հայտարարությունների ուրեմն տողատակում կար նաև այն հանգամանքը, որ եթե թրիփին միանա Ռուսաստանը կամ Չինաստանը, ապա ինքը երկու ձեռքով կողմ կլինի, թրիփը ներկայացնում էր որպես Իրանի դեմ, այսպես ասած, սպառնալիք եւ այլն, եւ նաեւ Ռուսաստանի հիբրիդային այս գրոհներին էր անդրադառնում, ընդհանուր առմամբ ինչ նպատակ ունի Քոչարյանը, արդյոք անընդհատ շեշտելով, որ միայն ինքը կարող է այս ճգնաժամից դուրս բերել, անընդհատ շեշտելով բնականաբար քաղաքական կամ ընդդիմադիր դաշտն էլ չի կարող միավորվել, ել չեմ ասում հասարակությունը, նա անընդհատ սոցիոլոգիական հարցումներ էր ուրեմն ցիտում, մեջբերում, իրենց այսպես ասած վարկանիշը ցույց տալիս, իսկ իրականում գետնի վրա ինչ ունենք։ Ես սոցիոլոգիական հարցումներ չեմ անցկացրել, բայց իհարկե դրա արդյունքները հանրային կարծիքի կտեսնենք ընտրությունների արդյունքների, քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, բայց ինչ վերաբերում է թրիփի հետ կապված նրա այդ մտքերին, կամ իրապես ինքը չի հասկանում, իսկ շատ լավ գիտակցում որ հասկանում է, կամ էլ գիտակցաբար մանիպուլյացնում է։ Ներկա պայմաններում, երբ որ ակնհայտ է ամերիկյան ներկայիս վարչակազմի եւ Չինաստանի միջև այդ սրվածություն եւ Թրամփը որպես թիվ 1 հակառակորդ համարում է Չինաստանի։ Ոնց է պատկերացնում, որ Չինաստանը դա մասնակցի հայ-ամերիկյան այդ ծրագրին։ Երբ որ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կա այդ պատժամիջոցները եւ Թրամփը չի հանել այդ պատժամիջոցները։ Չկա այդ պատժամիջոցների հանման մասին որևէ քայլ, իր բոլոր հանդիպումներով հանդերձ, հա, այդ շատ դեպքերում անհասկանալի նույնիսկ հռետորաբանությունը եւ այլն
անգամ Պուտինի հետ հանդիպում, բայց այնուամենայնիվ Ռուսաստանի դաշնության պատժամիջոցները Միացյալ Նահանգները չեն հանդիպում։ Ո՞նց է պատկերացնում Ռուսաստանի ներգրավել։ Այսինքն տրամաբանորեն բովանդակային իրար հետ հակասության չասեմ, հակադրության մեջ գտնվող կենտրոններին ներգրավում մի ծրագրի մեջ, այդ ինչ վիրտուոզ, այդ ինչ քիմիա է, այդ քիմիայի նոր տեսակ է, չպատկերացնեմ, որ դա պայթյունը ուղղակի կոչնչացնի ծրագիրը, այսինքն դա խուսափելի է, որ պայթյուն կլինի, այսինքն ծրագրի ոչնչացման գաղափարի մասին է խոսքը, կամ էլ Թրամփի փոխարեն արդեն Պուտինի անվան, որպեսզի միջանցք լինի, այն ինչ որ Կրեմլում նախագծել էին, գրել էին, պարտադրեցին եւ այնուհետեւ մեզ հաջողվեց դա այնուամենայնիվ չեզոքացնել։ Հիմա իրանք գովերքում են այդ, չէ։ Պետք է ուրեմն Տրամփի ճանապարհը լավ կլինի վերափոխվի Պուտինի ճանապարհով։ Պարզա չէ, որ դա անիրականանալի է։ Ինչու համար է սա առաջարկում, որտեվ ռուսական ներկայությունը Հայաստանում հանձինս նույն այդ սահմանապահ ծառայության դրա ձեռնխելության մասին են մտածում, ոչ թե Իրանի մտահոգության մասին։ Իրանի մտահոգությունները քո դառն են։ Դուք ուղղակի անվտանգության հետ կապված հարցերի մասին մտածի, որ կախված չլինի ոչ Ռուսաստանից, ոչ Իրանից։ Եվ որոշակի բալանսավորված հնարավորություն ունես, որ այդպեսի այս պահին հանդես է գալիս այդ թրիփ ծրագիրը, այսինքն ԱՄՆ-ի տնտեսական, գիտական, կրթական ներկայությունը գումարած իհարկե Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Իդեպ ես ասեմ օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավական շատ լուրջ պետք է մտածի։ Մեկ տարի է մնաց այդ Եվրոմիության քաղաքացիական դիտորդության առաքելության ժամկետին եւ գտնում են, որ դեռ պետք է այդ առաքելությունը շարունակվի։ Հրաժարումը առաքելության ուրեմն ժամկետի երկարացումից դա բավական բացասական ուղերձ կլինի։ Ինչևէ, այնպես որ իր մտահոգությունը էլի այդ առաջարկությունների միջոցով ձախողի այդ թրիպի ծրագիրը, ձախողի հանուն ինչի Ռուսաստանի, ես ուղղակի ապշում եմ, այդ մարդիկ ինքը չէր պատկերացնում երևի թե Չինաստանում ինչ կառավարման ռեժիմը, կամ էլ գտնում է, որ այդ կառավարման ռեժիմը դա նա է, Ռուսաստանի կառավարման ռեժիմը դա է, այն է, որը լիովին ընդունելի է Հայաստանի համար։ Բայց այդ կառավարման ռեժիմների հետ գործ ունեցող պետությունները անխուսափելիորեն դառնում են այդ ռեժիմների հպատակները։ Կրեմլի շահերի հետ կապված մտահոգությունները չպետք է լինեն Հայաստանի որևէ քաղաքական ուժի մտահոգությունը։ Այդ անասնական վախը Կրեմլի հարվածներից չի կարող լինել տիրապետող որևէ արժանապատիվ մարդու համար, որ ինքը վախենա, չենք ասում հաշվի չառնել այդ ռիսկերը, իհարկե պետք է հաշվի առնել ռիսկերը, եւ դա հաշվի առնել ենթադրում է որոշակի քայլեր կատարել, ծրագրեր, ներդրումներ, որպեսզի այդ ռիսկերի հնարավոր ազդեցությունը նվազեն։ Բայց այդ ռիսկերի միայն ունենաս արձագանք վախի արձագանքը ու ենթարկվելու վարքագիծը ընդունես, դա ուղղակի ամենաանարժանապատիվ վարքագիծն է, որը Հայաստանը ունեցել է մինչև երևի թե 2022 թվականը։ Շնորհակալ եմ, պարոն Սարգունց։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։